Ղուկասյան հումանիտար այս խնդրի լուծումը դուք ինչպես եք պատկերացնում եւ արդյոք ձեզ համար տեսանելի է, որ մեր իշխանությունները այս խնդրի լուծման համար հայտեր իրականացնեն։ Շնորհակալություն, ես հարցի երկրորդ մասից սկսեմ։ Այսպես չի, որ Հայաստանը առաջի անգամ է ապրում այսպիսի վիճակը, այսինքն երբ որ մենք ունենում ենք բավականին շատ անհայտ կորածների, որոնց անգամ մենք թիվը չգիտենք, դա ինքնին արդեն այսպես ասած լրեցյալ եւ պասիվության արդյունք, որպես արդյունք հանցագործություն է, իսկ երկրորդը հայտնի արդեն դարձած ովքեր որ գտնվում են անազատության մեջ։ Եթե մենք վերցնում ենք թե այս ակտիվությունը եւ որը ես ողջունում եմ, պետք է հստակեցնեմ, ես ունեմ հիմնավոր կասկած, որ ոչ միայն չի անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր պարտականությունները չի կատարում, այլև խոչընդոտում է այդ տվյալ դեպքում այդ օրինակը, որ հանդիպումը տեղի չի ունեցել, դա հստակ Հայաստանի Հանրապետության կառավարության մեղքն է։ Ելի եմ ասում, դա այդ պիսի խոչընդոտումը միայն նշանակում է մի բան, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կրկնում եմ, ոչ միայն չի անում իր պարտականությունները չի կատարում, այլև խոչընդոտում է այս ծնողների գործնեությանը։ Խնդրեմ, նայեք, ուրեմն ես սկսեմ ոչ տիպային, բոլորը սկզբից խոսում են քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարության մասին, որոնց հայտնվելը ընդհանրապես մշուշու ներքո է, թե ինչպես նրանք հայտնվեցին անազատության մեջ, ես կսկսեմ խոսել այդ բենզալցակայանի պայթյունից հետո, մինչ այսօր, եթե չեմ սխալվում, 22 անհետ կորած, այսպես ասած, մարդկանց մասին, տեսեք, հայտնի է, դարեր շարունակ զբաղվում են, երբ որ անհայտ կորածներով, չի լինում, որ մարդ անհետ չլինի և դրա համար գոյություն ունի ՄԱԿ-ի կոմիտե, որը այդպես էլ կոչվում է բռնի անհետացած անձանց իրավունքների պաշտպանության կոմիտե։ Ես հստակ գիտեմ, որ այդ կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի դիմել։ Եթե ուզում եք մեկ օրինակ, կարելի է դա շարունակել, բայց ես ասեցի դա հստակ, որովհետև չի լինում այդպիսի բան, որ 22 հոգի հոտս ցնդեն, չկա այդպիսի բան, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը անգամ չի դիմում այն միջազգային այն մարմիններին, որոնք որ կարող են այդ հարցում գոնե ինչ-որ մի բան անել։ Մյուսը որն է, մյուսը նա է, որ այդպես հայտնի բան է, անհայտ կորածների ծնողները ունեն իրավունք իրազեկված լինեն այն ամենի մասին, ինչ որ արվում է, խոսքը չի գնում գաղտնի ինչ որ օհակներով աշխատանքի, եւ դա տեղի է ունեցել Հայաստանում տարիներ շարունակ գործում էր այդպիսի մարմին, դա այսօր էլ նա գոյություն ունի, ժամանակին դա եղել էր ղեկավարը, եղել է պաշտպանության նախարարը, այսօր ԱՀԾ-ի նախարարն է։ Հիմա ես գիտեմ, որ մի անգամ է, թե ինչ է ընդունել են ծնողներին, դա բավարար չէ։ Երկրորդը, դա մենք խնդիր ունենք ինքներս մեզ հետ։ Հայաստանի Հանրապետությունում կարծես թե սովորել են, ժողովուրդը սովորել է, որ կարելի է խոսել խաղաղության մասին, մինչև անգամ անմիտ ինչ-որ գրառումներ կան սոցցանցերում, չբարձրացնելով միակ հստակ հարցը, բա եթե այդքան բարեկամական գրեթե հարաբերություններ են, երբ եւ որտեղ է հնչեցվել անհայտ կորածների կամ անազատության մեջ գտնվող, պետք է ասեմ, այնտեղ ընդամենը 2 զինգերի են այդ 23 հոգուց, մնացածները պատանտ են կամ քաղաքական կալանավորներ, այսինքն մենք հստակեցնենք, որ հայտնի Ռոբերտ Ամստերդամը ասել է մի քանի խողովակներ, որով որ պետությունը կարող է եւ հստակեցրել է, որ այդ խողովակները չեն օգտագործվում։ Ես իհարկե շատ վատ եմ ընդունում, որ Հայկինը դիմում է Մեհրիբան Ալիևային, բայց մենք էլ պետք է հասկանանք, դա այն անճարության վիճակն է, որտեղ որ ինքը իր ամուսնու վերադարձը կյանքը
գտնում եմ, որ շատ ավելի բարձր է, քան լռության մատնված, լռությամբ ընդունած այս Հայաստանի Հանրապետության